Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծիաբի եթերում Մեծիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ քաղաքական եւ հասարակական գործիչ Թևան Պողոսյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերի ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Պողոսյան, նախորդ օրը լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլին, երբ որ հարց ուղղվեց Արմեն Սարգսյանի մասին եւ որ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու թեման առաջ քաշեցին, Նիկոլը հայտարարեց, որ Թևան Պողոսյանի հետ ենք այդ փաստաթուղթը տեսել, Թևանը ցույց է տվել այդ փաստաթուղթը, բայց չեմ պատճենահանել, որպեսզի նաև ձեզ ցույց տամ։ Ես ուզում եմ հասկանամ, նաև ասած որ ինչ որ Մարիոթ հյուրանոցում ա եղել այդ հանդիպումը։ Դուք էլ եղել եք խորհրդականը Արմեն Սարգսյանի։ Ուզում հասկանամ այդ ինչ որ ասեց ճիշտ է, թե սխալ է, պարոն։ Ալջան, ես հույսով եմ, որ վերջի անգամ եմ այս հարցի մասին պատմում, քանի որ առաջինը ես ինչ գործ ունեմ ուրիշի փաստաթուղթ ցույց տալու։ Բայց եկեք փուլերի բաժանենք։ Արդյոք ես տեսել եմ նամակ գրված Արմեն Սարգսյանից Անգլիայի իշխանություններին հրաժարվելու, այո, այդ նամակը տեսել եմ։ Բացի դրանից, դուք բոլորդ էլ լավագույն վկաներն էիք, որտեղ Արմեն Սարգսյանը իջավ հրապարակ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու։ Եվ այնտեղ նույնիսկ ես հիշում եմ, որ կային կադրեր, ֆոտոներ, որտեղ ոնց որ թե գրպանից ինչ-որ փորձում էր մի հատ փաստաթուղթ խաներ ցույց տալ, որտեղ հետո ասել է Նիկոլ Փաշինյանը, որ դե հիմա ստեղ ինչ ենք դա նայելու, հետո կհանդիպենք գնանք։ Դրա հաջորդ օրը ես մեկնել եմ Արցախ։ Արցախում եմ նայել իր չեպացույցը, որտեղ ինքը ասել է հանդիպել է, թղթերը տեսել է ու իմացել։ Էլի այն ժամանակ էլ ձեր անունը տալով։ Չէ, իմ ժամանակ իմ անունս տալով չի եղել, իրան հարց են տվել, ինքը ասել է տեսել եմ։ Ես Արցախում եմ եղել։ Այս անգամ ասես Թևան Պողոսյանը ապրիլի 25-ի պատմում եմ, ապրիլի 25-ի շուրջ 2001 թվականից հետո ես միշտ Արցախում եմ ելնում, որտեղ պապիկիս մահանալու օրն է։ Ապրիլի 25-ը եւ օգոստոսի 16։ Դրա կողքերը ես ինչքան հնարավոր է եղել, ես եղել եմ Արցախում, եթե հնարավոր է եղել ճանապարհ գնալ։ Այդ երկու օրը պարտադիր է։ Մնացած ժամանակները չեմ ասում, որ օրերին։ Վերադարձել եմ, նայած հետո ասել են, որ ինքը ասաց, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, ինչ-որ մեկը կազմակերպել է, չմանրամասնեց, որ այդ փաստաթղթերի հարցը լուծված է։ Բացի դրանից, հետո եղել է այլ հանդիպում Մարիոթ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի, որին ես նաև ներկայ եմ եղել եւ իր ամբողջ թիմն այն ժամանակվա իր կողքինները եղել այդ նույն սենյակում։ Այո, այդպես հանդիպում եղել է, բայց այլ հարցեր են քննարկել։ Այսինքն տպավորությունը ո՞րն է, պարոն Պողոսյան։ Չգիտեմ, ինձ շատ հետաքրքրում է։ Տեսել եմ, չեմ տեսել, եթե հիմա նայեք տեսեք։ Ինքը տիրապետում է, չէ՞, իրավիճակին։ Ինձ նույնպես հետաքրքրում է, ինչն է լրագրողին այդ թեման բարձրացել, որովհետեւ ոնց որ թե երբ էլի լրագրողական հետաքննությունով լրագրողատար այլ երկրի քաղաքացիության խնդիրը էին գտել։ Անգլիայի նկար չկար, ասենք ինչին էր հետաքրում։ Մյուսինը բացահայտել էին։ Հանրությունը մնացածերով փառատել էր հետաքրքրում։ Նույն ձևի լրագրողի հետ հարցն է հետաքրքրում, թե ինչից քննեցին արտնացան Տիգրանաշենի հարցն է քննարկվում, էս անում, դրա մասին հիշեցին։ Դե հիմա հիշել են, պատմեցի, ասեցի։ Ինչ եմ ես հիշում։ Եվ պարոն Պողոսյան, այս իրականության մեջ մենք չենք հանդիպել, հա, ընտրություններից առաջ եւ հետո։ Ես հիմա զբաղված եմ գինեգործությամբ, որտեղ համարում եմ դա ավելի ազնիվ աշխատանք է։ Այո, ավելի ազնիվ աշխատանք է։ Եւ այսօր ունենք արդեն 9-րդ գումարման ազգային ժողովը, Նիկոլն էլ այսօր գնացել է, ծրագիրն է ներկայացրել։ Դեռ չունենք, որովհետեւ հանձնաժողովները չեն ձևավորվել։ Այսինքն սահմանադրորեն կարգավորված չէ, ինչ-որ։ Պետք է կարգավորվի լիակատար իր ինստիտուտները սկսի աշխատելը։ Դա եթե այդպես վերցնենք, Նիկոլն էլ չի ընտրվել, բայց ինքը ընտրության կեսգիշերին հայտարարեց, որ ես այլևս ոչ լեգիտիմ իրավիճակ ունեմ, ինչպես ամբողջովին։ Դրա ճիշտ ասած, երբ որ լրագրողը զանգի հարցեր եմ ասում, այսօր հետևել եք, ասում ես ոչ լեգիտիմ իշխանությունների որևէ բանին չեմ հետևում եւ շատ երկար ժամանակ եւ դրա մասին մեկ անգամ չեմ ասել, որ չեմ հետևում, իմաստ ձեզ նույնպես եմ խորհուրդ տալիս, որովհետեւ
Եթե ուզում եք ոչ լեգիտիմ կյանքով ապրեք հիմա ասում։ Նայեք, ընդդիմությունը ասում է Նիկոլը չի ընտրվել, լեգիտիմ չի։ Նիկոլը ասում է ընդդիմությունը լեգիտիմ է, իրենք այլ ճանապարհներով են ձայն հավաքել եւ այլ եւ մեկը մյուսին մեղադրելով, բայց հայտնվել են մի տեղ։ Հիմա ես նոր քիչ առաջ մինչև հաղորդումը սկսել եմ նայում եմ, որ ընդդիմությունը կոնկրետ ոչ լեգիտիմ վարչապետին հարցեր էր ուղղում։ Այստեղ երբ որ սովորական քաղաքացին, որ այլևս բոլորից հիասթափված է եւս մեկ անգամ տեսնում է, ինչ որ տեսնում է, այլ մենք այդ մարդկանց ինչ կարող ենք բացատրել, հասկացնել։ Որ մարդկանց։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են ինչ որ հույսը դնել կամ ընդդիմության կամ իշխանության կամ ինչ որ պատասխանատու։ Մենք ժողովուրդ խոսում ենք երկիր ենք, ժողովրդավար ենք եւ ինչ որ սահմանություն ունենք, որով պետք է առաջնորդենք։ Սահմանությունը ասում է 5 տարի մեկ պետք է գնաք ձեր իշխանություն։ Ինչ ձեր որակով է ժողովրդի իր իշխանությունն է կոչել, մնացած ինստիտուտներն են։ Ում մեղադրեմ։ Ժողովրդին, չէ, ժողովրդին ինքը իրեն թողած տա։ Արդյոք ինքը գնացել է նենց է իր իշխանությունը իրականացել, որ այս տեսակի իրավիճակ չընդներ։ Ասենք ում ինչ խնդրեմ հիմա։ Այո։ Ասեմ, մենք մի բանից ենք խոսում, բայց մոռանում ենք, թե սկիզբը ոնց ենք դրել։ Կամ այսօր օրինակ ասում են 4-րդ իշխանություն։ Երբ որ 4-րդ եք ասում, ուրեմն դրանից առաջին չէ եղել։ Ինչ-որ երկրներ են, չէ՞ եղել, առաջի, երկրորդ, երրորդ, հիմա ժառանգն ենք, թե չէ։ Եթե ժառանգն ենք, էլ ի՞նչ է նշանակում, այս մեկին հղում կանեմ, այն մեկին չեմ անում։ Եվ հիմա ուզում եմ ասեմ, այնքան է մեր մոտ ամեն ինչը ոչ լեգիտիմացված։ Այնքան է ամեն ինչը պարզապես վերածված մի իրավիճակի։ Իշխանություն ունեմ, ուժայինները իմ ձեռքում են, ինչ կուզեմ կանեմ։ ինչ որ արվում է։ Դե ինչ որ արվում է, դրանից հետո նստենք մեկնաբանենք դա, որ ինչ։ Օրինակ ինձ կբացատրեք, ասենք ինչ ոչ լեգիտիմ, ինչ ոչ անօրինական, ինչ ոչ բաները մեկնաբանեմ, որ մեկ զանգում հարցնում են, ասենք ինչը մեկնաբանես։ Գտել է իշխանություն պահելու հնարավորություն, գործողները շնորհակալ են Թուրքիային եւ Ադրբեջանին իրանց շահերին հետ ծառայում իրականացնում են ասում։ Կարողանում ես դեմը արջ, ես կարողանում։ Դե հիմա ինչպես է ստացվում։ Եվ պարոն Պողոսյան, հիմա նայեք, այս մարդը հիմա լեգիտիմ է թե լեգիտիմ չի, այո, ինքն է որոշում, հա, ինչ է տեղի ունենում, երբ հայտարարեց, որ Տիգրան հանձնվում է։ Նայեք, ընդդիմությունն էլ է ձեր ասացի մեջ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որ ասում են, պայքարում է։ Բայց մենք նատերակ որ շնորհակալ ենք եւ շատ ժամանակ ասենք ինչով կարող ենք օգտակարել, ամեն անգամ փորձում ենք մի բանով էլ մենք մեզ ինչ-որ կսմտենք, մի բանին կպնենք։ Ժորժան իրանցից լավ կարայի կանեի, գնանայի կանեի։ Ընդհանրապես մի հատ հայտնի ասացված կա. քննադատի են նրանց, ով քեզանից ավելի շատ է արել։ Այդ դրանց վերջում սկսում են քննադատելը։ Բայց դու ինքդ քեզ այդ հարցը պետք է, իսկ ես իրանից շատ եմ արել, որ քննադատեմ մեկին։ Դրա համար ես չեմ խոսում, որովհետև ես շատ չեմ արել։ Ես ինչ իրանք ունեմ նստեմ, այդքանն են կարողացել անել, այդ են արել կամ այդ են անում, որտեղ կարող է գնացեք օգնեք, որտեղ չեք կարողանում գնալ օգնելու։ Հիմա ասենք, սենց են անում, թե նենց են։ Պայքարում են, առնվազն իրենց պայքարը հանրային է։ Հարց են տալիս, դեմ են կանգնում, սեղանին են հարվածում, ինչ-որ եթե հիմա հայտնվել են ազգային ժողովում, պիտի անեն ինչ որ հիմա պետք է անեն, կանային չանեն, որովհետև նույն նախորդ ազգային ժողովի մեջ եթե նայենք, մարդիկ են եղել, որ հայտնվել էին, բայց հետո չարեցին, չէ՞, ճամբարափոխ եղան։ Ասենք, ինչ նշանակում։ Դա հիմա անում են, հարգանքով վերաբերվեք կամ առնվազն օգնեք։ Այո, ոչ թե բանեք։ Իսկ հիմա ձեր հարցը։ Հիմա Տիգրանաշենը հանձնում է այս մարդը, պարոն Պողոսյան։ Հիմա ինչ պիտի անի։ Ինքն է հանձնում, թե Տիգրան մեծ է։ Դե լուսավորիչը։ Կարող է, հա, ինչ-որ կամ լավ։ Նու Լևոն Տեր-Պետրոսյանն է հանձնում։ Դե հիմա եթե իրենով կամ Սարգսյանը կամ Կարեն Դեմիրճյանը ժամանակին հանձնել է, դրա պատճառով Տիգրանաշենը այվաղ հանձնված է եղել։ Չնայած մի ժամանակ ասում էր, որ սովետական միության բան չէ։ Հիմա սովետական միությունն էս բառը ասում, մենք երկրորդ հանրապետությունը ընդունում ենք, այն 4-րդի մեջ երկրորդ էլ կա, թե չկա։ Դե տրամաբանորեն ոչ միտեղ ոչ մի բան։ Տրամաբանությունից ենք ուզում խոսանք։ Հա։ Լավ, ես չգիտեմ, ինձ թվաց թե պարզապես մաթեմատիկա ենք անում։ Տրամաբանություն պետք է գոյություն չունի։ Գոնե տրամաբանություն։ Դե հիմա այստեղ հետևելն է գալիս։ Նայեք, լուրջ ազգերը
ովքեր որ ազգային արժեք ունեն, ովքեր որ ցանկանում են իրենց ազգայինը շարունակեն։ Իրենց պապերի արածը գետնով չեն տալիս։ Չեն մեկնաբանում, մեղադրանք չեն դնում։ Կարողանում են մի բան ավել են անում։ Ու շնորհակալ են ալնում եղածի համար։ Այսօր եթե ունենայինք ճիշտ ազնիվ ազգային արժանի իշխանություններ, չէին ասելու ես իմ ով էր ինչ էր վախտին։ Լավ են արել են, այ իմաստը վրա կառուցում ենք։ Մնացածը արդեն մեկնաբանությունների դաշտից դուրս է։ Իշխանություն պահելու համար ամեն ինչ անելու է, Երևանն էլ հանձնել։ Երևի Արլեևը այդ հարցը արդեն պատասխան ուներ, երբ որ ասել էր իսկով ասա ես Երևան տանկերով եմ մտնելու։ Այո։ Երևի այդ խոստումը տրված է։ Հիմա դե ասենք նրանից հետո ինչ եք զարմանում, Տիգրանաշենը հանձնում են թե՞ չէ։ Երեք օրինակ մարդիկ գնացել էին Տիգրանաշեն, մարդկանց հետ էին խոսում, եւ այդ մարդիկ ասում են գիտեք ինչ, եկել եք տեսնում եք, ոչ ճանապարհ կա, ոչ ապրելու միջոց կա, մեր հետ որևէ մարդիկ, որևէ իշխանություն տարիներ շարունակ չեն աշխատել։ Եվ այդ մարդիկ ասում են, որ այո, Նիկոլն է մեր միակ հենարանը, որի վրա հույս ենք դրել։ Հիմա կցանկանամ իրանց հիշացնել, որ Տիգրանաշենի մասին առաջի այդ անգլավների թեմայի մասին, ինչքան հիշում եմ, Նայիրի Հոխիկյանն է։ Բաները կարակ ինտերնետում փորփրեք, երևի այդ YouTube-ները կգտնվի։ Որտեղ ոնց որ թե ցույց էր տալիս, ինչքան տեղն են ասֆալտ արել, ինչքան տեղը ասֆալտ չեն արել։ Այն ինչ որ պիտի հանձնվի ըստ երևույթին։ Դա եղել է մի քանի տարիներ առաջ։ Ուրեմն երբ էին իրանք արդեն իրաց ինչքան հիշում եմ, նույնիսկ Պապիկյանը այն ժամանակ տարածքային կառավարման նախարար էր, դեռ պաշտպանության նախարար չէր։ Եվ իր օրոքեր այդ բանը։ Մեր ժամանակ այդ հարցադրումից պատկերացեք, թե դա եթե չեմ սխալվում, դառնում է 20 թվականից էլ առաջ։ Ուրեմն դրա թեման երբանից է գնաց։ Իսկ պատերազմը երբաս եղել։ Դե հիմա մնացած արդեն որոշել։ Դե ծրագրով փաստորեն ինչ որ կա։ Եվ շատ բանամենակ մենք ալարում ենք հիշենք կամ լավ տնային աշխատանք անենք։ Օրինակ ասենք, ինչ որ մի բանի կպնում եմ, մենք էլ հենց նենց անուններ ենք գնում գալիս, ասում ես գնանք բացի մեր խանութից ունեք, ես դպրոցում երբևէ չեմ սովորել, նոր բան են անում, կարելի է չէ՞ մատ լավ ուսումնասիրել այդ թեման, դրա վրա նոր որոշել ինչ եմ գրելու։ Մենք չենք սիրում ուսումնասիրելով գրել, մենք չենք սիրում հիշողությունը պահել, մենք չենք սիրում բան անել, ավելի շատ վարքագիծը հեն այսօրվա դրությամբ արթնացանք, ինչ-որ մի բան անենք, օրները անցնի։ Իշխանությունն էլ է տենց։ Երբ պետք էր ասում էր Արցախ Հայաստանն է եւ վերջ։ Հետո հիմա պետքա բացատրում են, որ չգիտեմ ինչ վարակույրը քաշեցինք, ինչ-որ բան տեսակ, ի՞նչն էի, որ վարակույրն էի քաշ։ Այդ որքանի տեղին էի քաշ։ Ինչի համար էի այդ քաշում։ Երբ որ դու կարայիր վարագույրը քաշելուց հետո իրականություն փոխել, բայց ինչի իրականությունը sense չես փոխում, նես չես փոխում։ Լավ կռվեք, լավ պաշտպանեիք, ամեն ինչ անեիք, ազգային ձևով պայքարեիք, պատմությունը այլ ձև փոխեք։ Ինչ եք այլ ձևով փոխում պարտվողականությամբ։ Այստեղ է գալիս հարցը, որևէ մեկը չի ասում։ Լսի, ինչ չի հետաքրում, ինչ ա եղել միջև այդ վարագույրի հետևը։ Եթե այս խաղի կանոններ են փոխում, ինչ որ ինքը հիմա է ասում, մենք խաղի կանոններ ենք փոխում, չգիտեմ ինչ որ։ Դե խաղի կանոնները իմի ձևի փոխի։ Իսկ ով է քեզ ասել, որ sense չփոխես։ Լավ, բան մեր մեջի ինքնապաշտպանական բնածն է, կորել, վերածել։ Երևի մեզ սովորեցրեցին, որ ամեն ինչ էսպես, հա, զոհեր, հանձնել, ու մենք ադապտացվեցինք։ Ինչ եղավ մեր հետ։ Երևի դա մեր մեջ եղել է միշտ։ Այլ բարակայում Արթնացավ Նիկոլի թվին։ Դե հա։ Մեկ հակառակն էր արթնանում։ Որտեվ նայեք, ծովից ծով Հայաստանն էլ հիմա ինչ ձևի ուզում են ասեն, բայց փաստագրված թղթերով, քարտեզներով ինչ որ բան եղել է, չէ՞, չենք նկարել։ Բայց նրանց հետո եկել ենք այսօր պատմական ամենափոքր Հայաստանը։ Նույն ժամանակ ենք ունեցել պետականություն չենք ունեցել, բայց հայկական արեալը բնակչության ավելի մեծ է եղել, քան այսօր։ Այսօր էլ որ նայենք այն ինչ որ մենակ Հայաստանի Հանրապետության մեջ է, նույնիսկ այսօր անուններ են ասում Վրաստանում եւ այլն բաներ այդպես գնաց։ Բայց դրա հետ միասին
Միշտ ոնց որ թե պարտուականության բանն է հաղթել, ավելի փոքրանալով գանք ասենք, դա։ Ասենք իրանք է գտել են, որ երևի սենց ավելի հեշտ է կառավարվում, էլի։ Էս է մարդկանց մեջ նստած։ Ժամանակ առ ժամանակի ունեցել ենք ազգայինի զարթոնք։ 1918 թվական լավված Սարդարապետի համար Տևան։ Բայց ինչ որ Հետո ինչ 100 որ տարիներ բաներ, հա, 3 սերուն սովետական միության ճնշումների ոչորթավար, ստալինյան, լենինյան, կոմունիստական, բրեժնևյան, չգիտեմ ինչ ձևի բաներով ուզում եկան, բայց դաստիարակեցինք սերունդ, որը էլի ունեցավ ազգային զարթոնք։ Իսկ այդ նույն մարդկանց հայրերը, ովքեր որ հռչակագիր են ստորագրել տեքստի վրա աշխատել անկախության եւ այլն, հիմա իրանց զավակները մի ազգային սերունդ է, պետականության մեջ դպրոցում հույսում պետք է ազգային կրթություն լիներ։ Դե ազգային կրթությամբ կամ չգիտեմ իրանց տանը նստած վիճակով 30 տարվա մեջ այդ նույն մարդիկ, ովքեր որ այդ երազանքը ձևավորել են, իրանց երեխաները խաչ քաշեցին։ Հենց սեփական երեխան, ուրիշ չեմ ասում։ Ասենք ես ում հետ ինչ հիմա վիճեմ կամ ասեմ։ Սա եղե։ Եվ պարոն Պողոսյան, նայեք, որևէ համակարգ այս պարագայում չի աշխատում եւ մենք տեսնում ենք այս վերջի շրջանում Նիկոլի ասած այդ խաղաղություն բերած եւ խաղաղ պայմաններում զինվորներ են, հա, ինչ պատճառներով եւ այդ պատճառների մեջ էլ չենք մտնում, որովհետեւ մենք այն ինչ որ գալիս է հաղորդագրության տեսքով կարող ենք հավատալ, կարող ենք չհավատալ, բայց ինչ որ ծեծկրտուկ, ինչ որ ինքնասպանություններ, բան, այդ որտեղից եղավ, թեև մարդիկ ասում են գնդերեցներին հանեցին բանակից, դա էր պատճառը, մարդիկ ասում են ինչ որ դա էլ մի անպայման մի բաններ։ Այսինքն մեզ բանակը պետք չի ըստ երևույթի։ Դե պետք չի երևի իրանց բանակ պահում են ինչ անեն։ Եվ հնարավորինս շատ զինվոր պիտի զոհվի։ Անվտանգությունը եւ պաշտպանությունը մեծագույն ծախսն է ցանկացած պետականության։ Այն ազգերը, որոնք պատրաստ են այդ ծախսը վճարեն, հզոր երկրներ են դառնում։ Հզոր բանակներ է ստեղծում եւ եթե կարելի է այդ բանով ինչ որ այլ բանաների գումարով ինչի համար մի հատ էլ ծախս անենք բանակի վրա։ Հենա տշնամի իշխուզի կտամ իրան բանակը ինչի սա։ Գլխավոր իշխանությունը իմը լինի, ես որոշեմ բյուջեն ոնց եմ։ Բաժան ձև անում։ Այդ համար էլ ասենք, չգիտեմ։ Կոնցերտների վրա միլիոններ կծախսենք։ Չեմ ասում կոնցերտ մի արեք։ Դա էլ է ոգեշնչման ինչ որ մի բան աղբյուր կամ կյանքի որակի բան։ Բայց միջև այդ պետք է պատրաստ լինես բանակի վրա ծախսել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակի վրա ամենամեծ ծախսն անում, որից հետո հազարավոր ավելի ճոխ ու ավելի գեղեցիկ ու ավելի հայտնի կոնցերտներ է կազմակերպում։ Իսկ ով ասել դուք էտել մի արեք։ Բայց գալիս է քո առաջնահերթությունից։ Անվտանգությունն է պետականություն ունենալը մեր առաջնահերթությունը չի։ Ինչ լավ է։ Դայ մի կողմից ասում են խաբվել ենք, մեզ թվացել է Ռուսաստանի հաշվին, մենք ինչ-որ բաներ կանենք, դրա համար սենց մի անցած 200 տարի սենց ապրեցինք, բայց դե սենց խաբնվեցինք։ Հաշ դրա հետ միասին ոգևորում ասում ինչքան լավ է, մենք առանց ծախսանելու 100 տարվա վրա ինչ-որ բան ենք կպցել։ Հիմա էլ ուրիշի վրա հաշվին կապրենք։ Մոտեցումը մնացել է նույնը, մեր հաշվին չենք ապրում։ Ուրիշի հաշվին, բայց այն վաղ ասենք Ռուսաստանն էլ ինչ-որ հարմար, այսօր Ամերիկան։ Եվ կարող է Թուրքիան լինի։ Էլի գալու են աս այդ նույն բանը։ Այսօր ստեղ ամբողջ խնդիրը գալիս է, թե դու ինչ ես քո որոշումները կայացնելուց հիմքը, հա, եթե նայենք ընտրությունները, ինչն էիք գնում հիմք վերցնելով։ Ձեր գալիք սերնդի համար էիք խաղաղությունս։ Ձեր թորնիկի համար էիք ուզում, թե մտածում եք գլխավորը ես իմ մարմինս այսօր անդրած չեն կրակում ճանամ ինչ էլ նմալնի իմ համար մի 10,000 դրամ էլ պենսիաս ավելանալու, բայց թե թորնիկս թուրքի բաժին կդառնա, թե ծովնիկս կդառնա կամ երեխես ում սպասարկելու, դա ինչ կարևոր է։ Ամբողջը հիմնված է նա վրա, թե դու քո սերունդների հանդեպ ինչ սիրով ես ապրում։ Ճամփոնյան աշխարհի ամենամեծագույն հարվածներից մեկն է ստացել ատոմային զերքերով, որը մեկը չի ստացել։ Բայց պատրաստ են եղել մի փոքրիկ բուռ բրինձով հաջորդ սերունդների համար ապրեն։ Ու իրանք չեն եկել, չէ՞ ասել, վայ, գլխավորը ես այսօր սենց ապրեմ։
Ներեն դրե, որ իրանց թողնելու երեխան։ Չինացիները ժամանակին որ ծիծաղելով ասում էին մի բուր բրինձով ապրում են։ Ինչի համար, որ այս գալիք սերունդների մեջ դառնա այն Չինաստանը, որ այսօր է համարվում ու ցաղ աշխարհն է։ Ու որ նայես բոլոր երկրներում այդ պատմության այդ ընթացքի բան եղել են սերունդներ, որոնք իրենց վրա վերցել են զարգանքները, մինիմալ ապրելու հնարավորությունները, ճնշումների տակ գտնվել է հանուն գալիքի։ Մենք դա չունենք։ Այդ համար մեր հանուն գալիքը ավելի փոքրանում է։ Դրա համար հիմա ասում են բանա, դա եկեք գնացեք մի օր փորձեք Տիգրանաշենում ապրել։ Հնարավորություն չկա, ջուր չկա, այսինքն եթե ասֆալտը տարիներ շարունակ չեն ասֆալտապատել կամ ինչ որ հնարավորություններ չկա, կարելի է տենց հեշտ հանգիստ տալ, տենց ճշնամուն։ Դե հա, ինչ անի։ Ճշնամին գիտի դրա օգտագործելու ձևը, մենք չգիտենք։ Վերջում էլ կասեն Տիգրանաշենն էլ դժգույն ու դժբախտ քաղաք Շուշիի նման, այնտեղ չգիտեմ հետո այն մյուսներ, Արցախները ամբողջովին դժբախտ ու չգիտեմ։ Լավ, եթե Տիգրանաշենը տալիս ենք, պարոն Պողոսյան, ո՞նց ենք գնում Սյունիք։ Դե կամ է մյուս ավելի վատ ճանապարհով, որոնք որևէ մեկը չեն անելու։ Երկար դե մյուս տարբերակն էլ կասեն այնա, քշեք Սևանով, Սելիմովի չեք Վայոց ձոր, հետո թե ուր կգնանք, բայց առանց հասկանալու, որ ադրբեջանցու համար նենց չի, որ Տիգրանաշենը վերցեցի ու լավ ասած կուշտորով կնստենք, էլ ոչ իման չենք անում։ Դե Սևանի հյուսային հատվածն է։ Ինքը դրա հետ միասին ասել է Սևանն էլ է իմս, Սյունիքն էլ է իմս, Վայոց ձորն էլ են վերցնելու։ Այսինքն շատ հնարավոր է, եթե մենք այս քայլերով գնում ենք առաջ, շրջափակման մեջ ենք հայտնվելու։ Ինչ որ մի շրջան լինելու ենք հիմա թուրքը մի բան որ որոշում է իր համար, դուրս գալիս է թե չէ, բայց այդ բանի հետևից իրանք ունեն։ Իրանք որ որոշում են, իրանք գնում են։ Իհի ասենք վախտին ասել են Հայաստանը 10,000 քառակուսին էլ է շատ։ Կան չէ այդ քարտեզները։ Կան չէ այդ բաները։ Դա ամբողջ խնդիրը այն է լինելու, թե մենք ինչ ենք բանանում։ Հա, այստեղ ասում են Արցախցին ինչ արեց, որ Հայաստանում ապրող մարդիկ ինչ անեն։ Դե ինչ ասում։ Եթե մեզ ամենակարևոր խնդիրը դառնում է գտնել մեկի մեղադրանք նշանակեմ, ամեն անգամ հեշտ։ Ես ինչի ասացի, մի փորձի դիմացինի մեջ գտնես մեկին, որ մեղադրես կամ քննադատես։ Իրան շատ արա ավելի նորն անից հետո փորձի ինչ-որ գնահատական տաս։ Ամենահեշտ տարբերակն է։ Մեղքը գցենք Արցախցու վրա, հետո Արցախցին չի դառնա կամ արցախցիների ամբողջ 120,000-ն ստեից կգնան, չեն լինի բան կանեն ստիպված կգտնեն մի հատ ուրիշին մեղքը գցելու համար, ինչ որ հաջորդին։ Այդպես գնալ մեկ, չգիտեմ, սրանք չէին ճիշտ, կամ մեկն սա չէ ճիշտ։ Երբ որ աշխարհի դրսերի վրա էլ մեղ գցելու հնարավորություն չլինի, հիմա լավ Ռուսաստան կա, Ռուսաստանի վրա են գցում։ Հետո պետք է լինի մի քիչ էլ Իրանի վրա կգցեն, հետո էլ ասենք, չգիտեմ, գերմանացիներին էլ կգցեն կամ եվրոպացիների վրա։ Եվ այլն հետո ասնի կգնան, գլխավորը կուշտ փորով են անելու։ Լավ, հիմա այս սեպտեմբերին ընդդիմությունը խոսքա, որ փողոց է դուրս հանելու։ Մենք տեսանք նաև Կիրանցի օրինակը, երբ որ Կիրանցի հատվածներ էր հանձնվում, եղավ սրբազան շարժումը եւ չհաջողվեց։ Մենք կարծես վերջի տարիներին շատ բան փոխեց։ Հուսով եմ, որ շատերի մոտ զարթոնք եղավ։ Բայց բավարար չէ։ Հիմա եթե կգա այդ գիտակցությունը, որ լավ, պետք է անպայման արթնանանք, հուսամ, որ կլինի։ Եթե նայենք 91 թվականից 91 չէր ասում, բայց մեր վերջի ժամանակահատվածի մեջ մեր ինչ որ չափով պայքարային զարթոնքները, եթե նայենք 10 տարվա բանով էին գալիս, հա, 88-ից 98, եթե նայենք ինչ որ 96-ին 95-ին այնքան չէր, բայց 98-ին ինչ որ փոփոխություններ եղավ, 98-ից 2008, 2008-ից 2018, հիմա չգիտեմ, եթե մինչև 28 թվականը լինի միգուցե մի բան կստացվի, բայց ամեն օր պետք է դրա համար մի հատ բան ավելացնենք, չէ՞։ Դրա համար երևի այդ մեր մոտ ճիշտ հակառակն է, այլ պայքարը պետք է շարունակվի ու գնա, ոչ թե նվազի, այլ կաթիլ գա։
Սրբազան շարժմանը շնորհակալություն, դեռ շատ բան արեց սրբազանների համար։ Այսօր անիրավի զրկանքների մեջ են քաղաքական բանտարկյանները, բայց դե հուսանք, որ միգուցե օր առաջ կանենք, այս անգամ էլ 28-ը չենք սպասի 26-ին կլինի։ Դե հիմա այդ մարդիկ շատերը դարել են քաղաքական բանտարկյալներ։ Դա եմ ասում հիմա, բայց դա էլ է, չէ՞։ Դու ինչքան շնորհակալ են մարդկանց այդ պայքարի համար։ Թե էլի նորից սկսում են ասել, ինչ արին որ։ Չէ, իմ մոտ օրինակ պարոն Պողոսյան, տպավորությունն է, որ ամեն մարդ իր պատճառները բերում է, այդ որ ասացիք, հա, մեկը մեկի վրա գցելով եւ այլն։ Եվ հիմա զբաղվելու ինչ որ հանձնաժողովի նախագահներ են ազգային ժողովում ընտրում, այն դեպքում որ սինխրոն Նիկոլը կառավարության նիստին ասում է կոնկրետ, որ Տիգրան Աշենը հանձնում է։ Ազգային ժողովն է, չէ՞, մեր հիմնական ասելիքի եւ աշխատելու եւ ազգային ժողովի ձևավորման համար բոլոր այն մարդիկ, ովքեր որ չպայքարեցին կամ ժամանակին այնպես չարեցին, որ այլ թվեր ելներ։ Ինչ անեին, պարոն Պողոսյան։ Գնային ընտրություններին։ 1.500.000 հոգի ընտրեց։ Թե ուրեմն քիչ է։ Գնաց։ Քիչ է։ Ուրեմն քիչ է։ Հիմա նույն ձևի ասում եք ինչ են արել։ Հազարավոր մարդիկ որ գնաց ընտրել են, կարդացել են ծրագիրը։ Իմացել են, թե հանուն վաղվա աշխատանքը սպահելու համար արել։ Այ ինքը ում համար է ընտրել։ Օրինակ Նիկոլը հստակ իր ծրագիրը ներկայացնում էր, ասում էր եկեղեցին բարեփոխումներ, այդ քարտեզը որ կպցրել էր, անդադ հարցնում ենք ինչ կա մեջը, տենց էլ չէր ասում ինչ կա, բայց ասում էր որ ինչ անելու հետո։ Տեսեք, այդ բոլոր մարդկանց համար։ Այն բոլոր մարդկանց համար, ովքեր որ գիտակցաբար են գնացել քվեարկել հələ մի կողմ դրան, բայց այն որ ասել են ինձանից ինչա կախված գնամ ու բան անեմ, դա էլ արդյունքն է։ Հիմա այդ մարդը իրան է լավ արել, իր երեխային է լավ արել, իր գալիքին է արել, դրա արդյունքից է ձևավորված։ Բայց ձևավորվել է այսօրվա դրության մեծ բանը, պետք է հասկանալ, այդ մարդկանց շատ է բանանում Տիգրան Աշենը։ Եթե պարզվում է, որ Հայաստանում այդ 700-800 հազարին Տիգրան Աշենը չի հետաքրում, ինքը այդ կոմով չի էլ գնալու, ինքը Երևանից չի էլ դուրս գալու ոչ միտեղ, ինքը չի էլ ընկանում, որ դա հայրենիք է։ Եթե էլ Հայաստանի Հանրապետությունն է, ուրիշ տարածք չէ՞ էլ, ասենց ասած որ բան։ Եթե իրանք դա չեն ընկալում, ասենք հիմա դուք Արտջան լրիվ անազնիվ է քեզանից ինչ որ մի բան պայքարել ուզելը։ Դու քո սրտանց ես անում քո գիտակցությամբ, քո գալիքների համար, քո ինչ որ բան անելով, բայց դառնանեց որ այո փոքրամասնությունն է այս ազգում մնացել ազգային։ Նիկոլն էլ լավ գիտի հասարակության բոլոր շերտերին, օրինակ երեկեր, հա, այտենց վարչապենդ, վարչաֆեստ։ Դե չգիտեմ ինչ որ չեմ։ Քեֆ ուրախության մեջ էին։ Ինձ այդ բաները ամենակիչն է հետաքրում, որտեղ դրա ոչ տրամաբանությունը կա, ոչ էլ դրա մեջ արժեքային խնդիր եմ գտնում։ Դա պետք է կամ հասկանաս, որ չէ քո պայքարի տեղը դառնում է քո փոքր ընտանիքը, քո փոքրիկ շրջապատը, փորձես իրանց հետ ինչ-որ մի բան անես, դիմանաս, կարող է ծիլ ունենաս, որ հետո զարթունքը գա, կամ դառնալու է, որ պարզապես մյուս կողմը ավելի մեծամասնություն ալնելու գնա։ Բայց ես չեմ կարա մեղադրեմ հիմա որևէ մեկին, ովքեր որ պայքարում են, լավ են անում, թե վատ են անում։ Իրանք պայքարում են, իրանց համար շնորհակալ։ Պայքարը լիի անկեղծ։ Բա, հուսամ որ անկեղծ է, հիմա չեմ կարա, որ ասում եմ բոլորի տեղը երթում ուտել։ Մի ժամանակ սովորություն ունեի, ինձ թվում էր թե մարդկանց լավ եմ ճանաչում։ Հիմա հասկացել եմ, որ չէ 10-ը պետք է քաղեմ առաջին։ Այդ 18-ից հետո հասկացաք, պարոն Պողոսյան։ Դե 21-ի, եթե չեմ սխալվում, մայիսին եմ մեծագույն այդ բանս գրել, որ ներողություն խնդրի ամեն ինչից, որ ես շատ բաներում եմ սխալվելու հետ։ Դա համար է քիչ-քիչ հետ եմ կանում, որտեվ դու պետք է հասկանաս նաև, եթե քո մոտ այդ նենց մարդ ես, որ արագ ես մարդկանց այդ հավատքի մեջ մտնում, քեզ թվում է թե բանա, դու իրանց տեսնում ես, հետները առաջնագծով անցնում ես, լսում ես իրանց ու քեզ թվում է թե դա ազնիվ բաղումներ են, հետո վերջում պարզվում է, որ չէ։ Այդ օրը տենց էր պետք իշխանության ինչ-որ լծակ ունենալու, սենց էր վաղը պետք է իշխանության լծակը այլ մեխանիզմով ընտրեք, ասենք Ալիևն է ճիշտ։ Կարաս հանգիստ
կողքի հայիդ օտատակ տաս, պիտակավորես, վրայով անցնես, նեղացնես, ստորացան աստիճանի հասնող քայլեր անես, բայց քո թշնամիների, որոնք քո նույն այլ հայրենակից հայերին սպանել են, մորթել են, իրանց հանդեպ քիչ ամենում ասում եմ, դե խոնարհում խոսոս։ Ինչ ասեմ։ Այսօրվա ընդդիմությունից ինչ ունենք սպասելիք։ Ինչ որ մարդիկ անում են, ինձ թվում է փորձում են բացատրելով անեն, ինչ են անում։ Ինչ են անում, ազգային ժողովում շահագրություններ էին կարծում, տեքստեր։ Օրինակ հիմա դիմել են սահմանադրական դատարանի շոր բաների համար։ Ո՞ում սահմանադրությանը։ Նիկոլի սահմանադրական դատարանի տեսեք, այսօրվա դրությամբ, եթե մենք ընդունելու ենք, որ մյուս կողմը ոչ լեգիտիմ է հռչակել ինչ-որ որևէ հանրապետությունները, ապա ինչի է տանեն։ Ուրիշ ունեն լուսնի վրա սահմանադրական դատարան։ Չունեն սահմանադրական դատարանը օրինականությունից դուրս, եթե փորձեն դիտարկեն անօրինական ճանապարհով օրինականություն չի հաստատում, փորձում են առնվազն։ Ու դա է միգուցե ավելի ճիշտ մոտեցումը, բայց երբ որ դուք ինքներդ ասացիք, սեպտեմբերին ասացին օրինակ շարժում ենք սկսում, գնալու են մարդիկ, թե նստելու են ասեն, ասացել։ Դա օրինակ մարդիկ, երբ որ ձայն էին տվել ընդդիմության, ասում են մանդատն ի վերցրեք, մի գնացեք ԱԺ, որովհետև մենք ձայն էինք տվել, որ իշխանապողություն լինի։ Ուրիշ բան ասե, մյուս խումբը ուրիշ բան ասե։ Ուզում ասեմ, երբ որ մեր շրջապատում որ 100 հոգի մի կարծիք են, դա չի շամ ժողովրդն ասում։ Մենք ցավոք սրտի չունենք այդ մեխանիզմները։ Օրինակ շատ քիչ ազգեր ունեն, որոնք կարողանում են իսկապես տենց։ Շվեյցարիայում, որտեղ ամենափոքր հարցերի վրա փողոցի, չգիտեմ, ինչ որ բանը վրա կանան հանրակրվե անեն ու իմանան ժողովրդի կարծիքը։ Բայց մենք հիմա երբ որ փորձում ենք այդ ժողովրդի կարծիքի վրա այդպես մի 100 հոգու կամ մի հոգու հետաքրքիր ինձ թվացող հարցեր ասեն, ժողովուրդը sense բան ասա։ Չէ՞ 10-15 հոգու տենց բան լսելը դա ժողովրդի կարծիքը չի։ Ժողովրդի կարծիքը ընտրություններին կար։ Ընտրությունների օրոք եղել է որ մեծամասնությունը այլևս որևէ մեկը չի վերցան։ Ի տարբերություն նախ առաջընթացը։ Բայց կարողանում ենք այդ առաջընթացը գործողության կամ իրական երկրում փոփոխության վրա բերենք ոչ։ Ինչի՞ դեռ ուժայիններում օրինակ իրենց երևի երեխաներին այնքան չեն սիրում, կամ թե որովհետև պատրաստ են ծառայել։ Դե 60,000 ձայնել այդպես փաթաթեցին։ Դե ինչ ասեմ, էդ էլ թող դառնան են բոլոր այն մարդկանց համար, որոնք ժամանակին քվեին տալիս առանց բան անելու։ Հա կամ ասենք բոլոր այդ խնդիրների հետևից չգնալ չանել։ Բայց հիմա դուք պատկերացրեք, որ ամառվային շոկ կեսերին կոչելներ փողոցում ու ընդամենը 15 հոգի մարդ հավաքվեր։ Կամ լավ 150, կամ լավ 1500, կամ թեկուզ 15000։ Ուժայիններն գային ցեցին։ Թվում է դուք եք լավ իմամ սրբազան պայքարի բոլոր այդ փուլերի շրջանակի մեջ եղած վիճակը։ Էլ ինչ էր ելնելու։ Հիմա մենք մեղադրում ենք ինչի համար ընդդիմությանը, որ այդ օրը սենց աչարեց, թե նենց արեց։ Դե միգուցե պետք է կարողանալ ասել շատ լավ է, մանդատը ծրտ էլի փողոց դուրս արի։ Այդ պատասխանատվության զգացումը պիտի ունենան, թե չէ։ Չէ, ուրեմն մի հայտ ներկայացրու ընդդիմադիր լինելու։ Դե հասկանալի է, բայց իրանք հայտ չեն ընդդիմության ներկայացած, բոլոր կուսակցությունները հայտ են ներկայացնում իշխանություն լինելու։ Այն կուսակցությունները, որոնք հասկանում են, որ չեմ կարողանալու քվե ստանամ, այդ դրանք ինչի համար են ներկայացնում։ Այստեղ է բուն արմատը։ Այդ մեղադրում ենք հիմա երկու միավորի, որոնք կարողացել են հաղթահարեն։ Ու չկա որևէ խոսք բոլոր նրանց համար, ովքեր որ ֆանտաստիկ իմանալով, որ իրանք ոչինչ բան չեն անելու, փոշիացեցին ձայնը եւ ում նպաստեցին։ Այդ միջև արմատը չենք հասկանում խնդրի այսօրվա ձևով։ Այստեղ է գալիս հարցը, ասենք ես հիմա ում եմ մեղադրում։ Հասցեատերերին էլ է պետք շատ ժամանակ ճիշտ իմանալ։ Այստեղ է գալիս խնդիրը, որ հասցեատերերի հետևից չենք ընկնում եւ շատ հանգիստ մանիպուլացվում ենք որևէ թեմայով։
որևէ մի ինչ-որ բան անելով մատի վրա խաղալ, քեզ թվում է մարդ ազնիվ ինչ-որ մի բան է ուզում ցանկանա, բայց հետո վերջում գալիս ես իրան նայում, ասում ես արդյունքը քո տվածի ով օգտագործեց Սրբազան պայքարի ժամանակ հիշում եք առաջի օրերից հետո որ ժողով ստեղծեցին, բաներ արին, հետո Սրբազանը դրա մասին մանրամասն պատմել է։ Ոնց բերեցին իրան հասցրեցին, նա որ ինքը ասի, վայ, որտեվ մարդիկ նստած ժողովուրդը վարչապետի տեխնացու է ուզում էր արդյոք ժողովուրդը վարչապետի տեխնացու իսկապես։ Թե որոշեցին փլուզեն այդ շարժմանը։ Ինչքանն ենք հիմա ուսումնասիրում, ասենք այդ մեր շարժումը կամ մեր դրթելով մենք դրթեցինք լիակատար այլ սխալ մոտեցման համար դեպի պայքար։ Բայց հիմա այն արածը արել է։ Արածի վրա դասա պետք քաղել։ Այմա գալիս է, էլի հաջորդ օրը որ վաղ ընտրություններ են, էլի նույն մեխանիզմը չի լինելու փոշ։ Քանի ընտրությունները Հայաստանը տեսա։ Սնանք 91, 95 կամ 96-ի բաները, 98, 2001 եւ այլն։ Ամեն անգամ նույն մոտեցումն է։ Ու ամեն անգամ ունենում ենք նույն կոտրաստաշտակի առաջ նստելու հնարավորությունը։ Իսկ միշտ օրվա իշխանությունն է հաղթում։ Դե այստեղ էլ գալիս է խնդիրը, թե ես ոնց մարդ ինչ վարկագից պետքա ցույց տամ իմանալով սա։ Արդյոք պետքա նորից գնամ ու ասեմ էլի խափնվեցի։ Թե պետքա այդ օրը գնալուց արդեն իմանում այս անգամ էլ չեք խափել։ Այս անգամ էլ ձևականությունների ձայներ փոշիացնելու խնդիր չի լինելու։ Ուզում ես հարազատ եղբայրս եղի, ուզում ես ես եղի։ Ես գիտեմ, որ դու չես կանալու անցնես, դրա համար գնում եմ մեկին տամ, որ անցնելու է, որ գոնե կարողանամ իշխանություն ձևավորել։ Ահա, միջև մենք ինքներս մեր հետ ազնվություն չունենք, Սրբազան պայքարի ամենալավագույն դասերից մեկը իմ համար սկսես ինքդ քո հետ ազնիվ նստես խոսես։ Ինչ համար սրվում։ Ու այդտեղ ամեն անգամ գասեմ, միջև ես չկարողանամ ինքս իմ հետ ազնիվ լինեմ ու սկսեմ գնահատել իմ այսօրվա այս գործողությունը, այս հետևանքներին եմ բերելու, այս ձևի գործողությունը սենց կբերի, որն եմ ես ցանկանում, ինչի համար եմ ցանկանում։ Ու շատ ժամանակ դու քո գործողությունը դրանով առաջնորդես, այ ոչ թե այն ինչ որ գեղեցիկ կլինի, այս կլինի։ Եթե չես կարողանում որևէ բանով էլ նպաստես, լավագույնը երևի Հիպոկրատն ասա։ Չգիտես բուժելու ձևը մի վնաս։ Որ իմանամ շատ բաներ, բայց որ այսօրվա դրության լուծումը չկա, գոնե պայքարողի կողքին կկանգնեմ, այ ոչ թե պարզապես կանցնեմ ասեմ, դե որ ինչ չեք լսել, ես չեմ։ Դե չէ, ամեն ինչ ասած Արուջան, ասում եմ, նույնիսկ մեր նախկին հաղորդումները որ բացես, այսօրվա իրականության փոքրիկ նկարագրեր կգտնես, որ ասում եմ, այ որ սենց լինենք, ես սրան ենք հասնել, այսօր դրան մեջ ենք։ Բայց ես չեմ նստելու ասեմ, բայ ես ավելի նամ, չէ։ Մարդ կա, ում խոսքը համոզիչ է, մարդ կա, ում խոսքը համոզիչ չի, մարդ կա, ով լավ սցենար պլանավորում, մարդ կա, ով լավ կառավարում, մենք պետք է սովորենք, բայց այս ամեն ինչ պետք է մի հատ միտք ունենա։ Ուզում ենք մենք մեր ազգային ունենանք, ուզում ենք պետականություն, պետք է հասկանանք, որ այո, այն սերունդի մեջ ենք, որտեղ շատ ծանր օրերով պետք է անցնենք հանուն մեր գալիքների։ Եթե ես դրան պատրաստ չեմ, ոնց է գալիքին ես ավելի վատ վիճակի մեջ եմ դնում։ Դու գիտեք պատերազմը այս տարածաշրջանից վերանալու է։ Չի վերանալու։ Ավելի է սրվելու, ավելի է լարվելու։ Սկսած հազարավոր, կարող է մի փոքրիկ ներդրում քո քեզ տված է լավ բան ես բերել, բայց բարձր այդ ներդրման արդյունքում այնքան այլ երկրների հատուկ ծառայություններ դες սկսելու են գիտության համար մրցեն, դու տեղ չկասել, բայց քո տարածքը դառնում է բախումների կիզակետ։ Ու դրանից հետո զարմանաս, թե ասենք ինչի քո հետ սենց եղավ։ Սա իրականությունը ցավոք սրտի։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Կհանդիպենք։
Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։